Երկու տարուց ավելի ձգվող պատերազմից հետո Գազայում Միացյալ Նահանգների նախագահի առաջարկած խաղաղության ծրագիրը կարծես միս ու արյուն է ստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատմական նշանակության բանաձև է ընդունել։ Ըստ փաստաթղթի Գազայում միջազգային զինուժ կտեղակայվի, կայունացման ուժերի ստեղծման նպատակը Գազայի ապառազմականացումն է, ապա անցումային կառավարման մարմիններ կձևավորվեն։ Սրանք Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի դրույթներն են։ The resolution authorizes the International Stabilization Force. Բանաձևը լիազորում է միջազգային կայունացման ուժերին խաղաղապահների ուժեղ կոալիցիային տեղակայվել միասնական հրամանատարության ներքո։ Նրանցից շատերը մուսուլմանական երկրներից են՝ Ինդոնեզիայից, Ադրբեջանից եւ այլն։ Այս անգամ միջազգային կառույցը գրեթե միասնական էր, անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, այդ թվում Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, կողմ են քվեարկել։ Ձեռնպահ են մնացել Ռուսաստանն ու Չինաստանը, բայց նաև չեն կիրառել վետոյի իրավունքը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը մտահոգություն է հայտնել բանաձևի անորոշության մասին։ По сути, Совет дает благословение на американскую инициативу под честное слово Вашингтона. Ըստ էության խորհուրդը Վաշինգտոնի ազնիվ խոսքով օրհնում է ամերիկյան նախաձեռնությունը Գազայի հատվածը հանձնելով խաղաղության խորհրդին եւ միջազգային կայունացման ուժերին, որոնց աշխատանքի եղանակները մեզ համար դեռևս անհայտ են։ Գլխավորն այն է, որ այս փաստաթուղթը չդառնա օկուպացված Պաղեստինյան տարածքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի անվերահսկելի փորձերի շիրման կամ չվերածվի մահապատժի երկու պետության ստեղծման համար։ Բանաձևում նշվում է Պաղեստինի ինքնորոշման հնարավոր ուղին ինքնավարության անհրաժեշտ բարեփոխումներն ավարտելուց հետո։ Պաղեստին պետության ստեղծման հեռանկարը փաստաթղթում ամրագրվել է արաբական երկրների պահանջով։ Իսրայելը դեմ է այս դրույթին, մինչդեռ Պաղեստինի ազգային վարչությունը ողջունել է բանաձևը եւ նշել, որ պատրաստ է ստանձնել դրա կատարման պատասխանատվությունը։ Ամերիկացի դեսպանի խոսքով կառավարման եւ զարգացման համակարգը կյանքի կոչելու թթվածինը անվտանգությունն է։ President Trump's historic 20-point plan. Նախագահ Թրամփի պատմական 20 կետանոց ծրագրով տրվում է տարածաշրջանի հզորացման, կայունացման ու բարգավաճման մեկնարկը, մերժելով բռնության, ատելության ու ահաբեկչության ուղին։ Ես ասում եմ ամբողջ աշխարհին, այսօրվա բանաձևը պարզապես սկիզբն է։ Փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս կայուն Գազայի մասին Միացյալ Նահանգների նախագահի տեսլականին զգալի աջակցությունը, որտեղ պաղեստինցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը ահաբեկչական կառավարումից եւ բռնությունից ազատ։ Բանաձևից դժգոհ է նաև Համասը, խմբավորումն անմիջապես մերժել է այն ու ընդգծել։ Փաստաթուղթը չի հարգում պաղեստինցիների իրավունքներն ու պահանջները։ Ըստ Համասի, Թրամփի ծրագիրը Գազայի հատվածում պարտադրում է միջազգային հոգաբարձության մեխանիզմ, որը Պաղեստինի ժողովուրդը մերժում է։ Միջազգային ռազմական ուժերից բացի Գազայում պետք է ստեղծվի խաղաղության միջազգային խորհուրդ, որն ինչպես ակնկալվում է կղեկավարի անձամբ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը գովել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին իր ծրագիրն ընդունելու համար եւ վստահեցրել ինքն է ղեկավարելու նախաձեռնությունը։ ՄԱԿ-ում այսօր հաստատվել է խաղաղության խորհուրդը, որը ես եմ նախագահելու, եւ մենք ընտրում ենք համաշխարհային ամենակարևոր առաջնորդներին կամ ղեկավարներին։ Կարծում եմ դա կլինի մի խորհուրդ, որը նմանը չունի, բացառությամբ թերևս Մակդոնալդսի խորհրդի։ Դոնալդ Թրամփն ակնարկել է ինքն իր մասին բնորոշումը, Մակդոնալդսի նախկին առաջին խոհարար, որը դարձել է Միացյալ Նահանգների նախագահ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։